Հռոմեացի 7-ը սկսենք, վերջին երկու համարները հետո 8-ին պիտի անցնեմ։ 24-րդ համարեն։ Ես ինչ դժվար մարդ եմ։ Բողոս Արաքյալ գսե։ Մահվան դադարդված այս մարմնից ով գազադի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով մեղքի օրենքին։ Ինչ կսա է Բողոս Արաքյալ։ Եք մեկ հատ միասին նայենք։ Առաջին հերթին, եթե լավ գիտեք 7-րդ գլուխը։ 7-րդ գլուխի մեջ հանգած գտեսնես գազից Բողոս Արաքյալ սկսավ խոսել, որ ինքը ինչ փորձ է անել ճիշտ հակառակը լա։ Ինքը բարիք ուզեցնել չարիք կել է իր մեջ։ Եվ գոհոսի այն վիճակի մեջ, որ ինքը թեր մեղքի բնույթը իր մեջն է։ Թեր մեղքի բնույթեն ազատագրված չէ, որ Քրիստոս եկավ վրավ մեզի։ Եվ որ մարդը մեղքի բնույթ ունի թեր Հիսուսով չէ ապաշխարած չէ փրկված, մեղքի բնույթին խնդիրը չէ լուծված։ Մարդը ինչաբալ փորձ է բարիք անել, բարիք ըրած ադենը նույնիսկ մի դեսնի շատ անգամ իցերքեն չարիք եղավ։ Շատ անգամ մի դեսնի ինքը չարիք կփափակի ինել, փոխանակ բարիք անե։ Նույնիսկ եթե ալ օրենքը գիտե, որ հрьяաները ադբես էին, օրենքը գիտեին, գճանշնային 10 բադվիրան գիտեն, որ բեք չէ սուտ խոսին, բայց սուտ կխոսի որ։ Ադամար գտարնա վեճավորչան գսե, ես ինչ դժվար մարդ եմ։ Հա? Ինչ լուծում ունիմ գսե։ Մահվան դադարդված եմ։ Աս բարերը շատ կարևոր են, որով անոր չէ փրկված Հիսուս Քրիստոսով մահվան դադարդված է, ինչ ալ ինքը անե։ Ինչաբալ փորձե մաքուր ապրիլ։ Նույնիսկ եթե ալ Մադր Թիրեզային բես ամենուն բարիքն է եւ մեգումը վնաս չարցնե, մրջունի վրա նույնիսկ չգողե, օքեյ, որովհետեւ մահվան դադարդված է, բամը չգնանալ։ Դագամին դժոխ պիտի երթա։ Ինչու, որով մեղքի բնույթը գա իր մեջը։ Գսե մահվան դադարդված այս մարմնից, մեղքի մարմնից ով պիտի ազատի ինձ։ Գտեսնես, սո մեղքի կորձերը, եթե լուծում կդա ադոնց նույնիսկ, որ անգարելի է, բայց եթե հաշվենք, որ կդանք, որ չի գա, ինչ պիտի ինես հաբա մեղքի մարմինին, որ քու մեջը դե, բնույթը, ինչ պիտի ինես ադիգա, ինչպես անգե պիտի ազատագրվիս, եւ որ 7-րդ գլուխի մեջ կեզի մարդուն վիճակը գսե որ ամբողջ պատմության վիճակը կեզի գսե որ մարդը որ նույնիսկ ուզեն է բարիք կնել իր մեջ արիք կել է որ որով մեջը փամը գայրեն թեմ կբادرազմի որ մեղքի բնույթն է ադիգա մարմինին ուզածներն է ադիգա սո ինչ պիտնեմ գսե մահվան դադարդված եմ լուծում չունիմ այս մարմնից ով գազադի ինձ 25-րդ համարն է պատասխանը Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով միան գտնաս ազատիլ Հիսուս Քրիստոսի կորձն է որ քեզի մեղքի բնույթեն ազատեց եւ քեզի արդարացուց իր մով է որ դու գազադի սանգե Okay So Փառք Աստծո գսե շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ես գազադակրվիմ այս բանեն Չես կնար 7-րդ գլուխը առանցին գարտալ, առանց որ 8-րդ գլուխը գարտաս հետը։ Քան 7-րդ գլուխը խնդրեմը գսե քեզի, 8-րդ գլուխը լուծումը գսե քեզի։ Ադամա շատ մարդիկ կդեսնես շատ անգամ իրենց խոսածի մեջ 7-րդ գլուխի խոսակցություն ունենան։ 7-րդ գլուխին գանդես գփանգնեն, գմեջբերեն 7-րդ գլուխը, բայց 8-րդ գլուխի մասին չեն խոսիր։ Մինչդեռ թուն իբրև հավատացյալ գանչված ես ոչ թե 7-րդ գլուխի մեջ մնալու, հաբա 8-րդ գլուխի մեջ ապրելու։ Որ գխոսի Սուրբ Օգիով նորոգված կյանքը ինչ է, որ քեզի դրված է եւ ինչպես գնաս ադնեգա ապրիլ, որի մասին պիտի խոսենք հիմա այսօր։ So խեջ մարդս ինչ պիտի ինեմ։ Միան Հիսուս Քրիստոսի պիտի կամ աշխարհը միան մեկ լուծում ունի։ Մահվան դադարդության ազատագրվելու համար Հիսուս Քրիստոս է անունը։ Միան մեկ լուծում ունի։ Ուրիշ լուծում չունի։ Այս համարները հստակ ադիգա գսեն։ Հետո գտանա գսե արդ ուրեմն առանց Հիսուս Քրիստոսի ես ինքս մտքով Աստծո օրենքին եմ ծառայում։ Մտքով Աստծո օրենքը գիտեմ։ Մի սդեր, մի շնար, մի կողոնար եւ այլն։ Աստծո օրենքն եմ ծառայում, բայց մաննով մեղքի օրենքին ծառայում եմ, որով մեղքի բնույթը գար մեջս, չէ՞։ Սո նույնիսկ եթե ալ գիտնամ Աստծո օրենքը Ինձի օգուտ չի դար, որով մարմինս ինձի թեմ գաշխատի։ Ադորամար ես պետք ունիմ փրկիչի։ Եվ հիմա գուքան 8-րդ գլուխին։
Գսե ուրեմն հիմա որ Հիսուս Քրիստոսի միջոցով ես բրգվեցի եւ մեղքի բնույթը այլևս վերցվավ, ուրեմն հիմա ոչ մի դադարություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Այսօրվա նյութից մեջ մի տեսնես երկու դարբերակ բաներ կան, մեկը մեջն է, մյուսն ալ ըստ բառն է, աս երկուքի մասին մի տեսնենք այսօր։ Դու կգնաս հոգին մեջ գտնվել, հոգի մեջ ըլլալ, Հիսուս Քրիստոսի մեջ ըլլալ, կամ կգնաս մարմինի մեջ ըլլալ, այսինքն մեղքի բնույթ ունի ստեր։ Դեռ չես արդարացած։ Եթե ասենք Հիսուս Քրիստոսի մեջն ես դու, ասել է դու արդարացած ես, վերստին ծնած ես, հիմա իր մեջն ես։ Ինքը քո մեջը դե, դու հիմա արդարացած ես։ Բայց երբ ես մարմինի մեջն եմ, նկատի ունի, որ ես հիմա մեղքի բնույթի մեջն եմ։ Դեռ Քրիստոսով ազատագրված չեմ։ Հետո գտարնա եւ գխոսի ըստ մարմինի կորձերուն մասին հետևելուն եւ ըստ հոգին հետևելուն մասին գխոսի։ Սա որ գսե ըստ հոգին հետևելով, ասել է ես հիմա այլևս հոգին հետևեն գերտամ եւ իր օրենքին հետևեն գերտամ։ Եթե ասե ըստ մարմինի հետևեն գնում եմ, ասել է որ մարմինի մեղքերու կորձերի օրենքին հետևեն գերտամ։ Սա ասոն գուզեմ միտք դունենաս բարոնագիտ մեջ ունենաս, որով նույնը ամեն ասոր վրա հիմնված է, որ հիմա 8-րդ գլուխի մեջ դեսենք։ Գսե ուրեմն ես հիմա ոչ մի դադարություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Եթե ես Հիսուս Քրիստոսի մեջն եմ, վերստին ծնած եմ, մեղքի բնույթը ելավ։ Դադարություն չկա քո վրա։ Գտեսնես։ Որով հիմա դու արդարացար Քրիստոսով։ 1-2 համար ասավ, ես մահվան դադարված եմ։ Բայց ան որ Հիսուս Քրիստոսի մեջն է, մահվան դադարված չէ։ Այս դադարություն բառը որ գործածե այստեղ գագնարգե որ թուն այլևս գործածելի չես քո սկսնական բետքի համացայն կամ քո սկսնական գոչումի համացայն կամ դիզայնին համացայն գործածելի չես չի գնա քեզի գործածել այսօր եթե Աբրանքը քնեցիր եւ դեսար որ ավրված է դադարդվի այդ Աբրանքը այլևս չես գործածել այդ Աբրանքը թափես այդ Աբրանքը չէ կամ գործես նորոգել եթե չնորոգվի դադարդես մահվան գտադաբարդես, զիբիլը գտապես, okay? Ճիշտ նույնպես երբ գսե մենք մեղքի բնույթը երբ ունենք մահվան դադարդված եմ, այսինքն Աստված չեր գնար ինձ կորզածել։ Ինչ ալներ, չեր գնար։ Միայն մեկ բան գնարներ, քեզի արդարացնել էր, քեզի մաքրել էր։ Ուրեմն հիմա ոչ մի դադարություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Այս նաև կհստակացնի ինձի որ այլևս հիվանդությունն չի գրնար մեջը դլալ։ Աղքատությունն մեջը չի գրնար լալ։ Դգարությունն մեջը չի գրնար լալ։ Ասոնցե մեկը չի գրնար մեջը լալ, որ դու այլևս դադարդված չես, դադարդվածին վրա է մահվան վճիրը։ Ան որ դադարդված է մահվան գենթարգվի։ Ան որ դադարդված է փանդ գերտա։ Ան որ դադարդված է վնաս ունի։ Հետևանք կա։ Եվ մեր դադարդության պատճառով մահ մտավ աշխարհի մեջ, մեղք մտնալով մահ մտավ աշխարհի մեջ, հիվանդություն մտավ աշխարհի մեջ, անեծ մտավ աշխարհի մեջ, աղքատություն մտավ, անօթություն մտավ, ասոնք ամենը մտավ աշխարհի մեջ եւ մենք ադոր հետքերը եւ նշույլները կտեսնենք մեր կյանքի մեջը, մինչեւ որ ջանչնաս ճշմարտությունը, որ 2-3 անգամ խոսեցա այսօր մասին, մինչեւ ջանչնաս, որ քու մեղքի բնույթդ մերավ, այլևս դու արդարացած ես, ուրեմն դադարդված չես սկսել որ Ուրեմն հիվանդությունը, որ գա մարմինիդ մեջ, քեզի դադարդելու համար չէ, ադի օդար է։ Չես կնար դառնալ եւ ասեր, ասի Աստված ինձ դված է, որ ինձ փամը սորվեցնե։ Եթե ադես վիդիսենք եւ եթե պետք է ադի ընդունենք, ուրեմն ասել է ես 8-րդ գլուխի մեջը չեմ թեր, 7-րդ գլուխի մեջն եմ։ Դեր մեղքի բնույթ ունի մեջս, ասելով Աստված ինձ դադարդած է մահվան եւ ես աս մահվան հետքեր ունիմ իմ կյանքիս մեջ։ Գնամ որ մի քիչ բարձել Բայց եթե ես Քրիստոսով արդարացած եմ, այլևս դադարություն չկա իմ վրաս։ Ուրեմն Աստված չէ ինձ հիվանդացնողը։ Աստված չէ որ իմ երեխաս արավ իմ ցերկես։ Կամ իմ սիրելիս ինձ մե արավ։ Հիսուս ասավ ես եկա կյանք դալու եւ ել ավելի կյանք։ Քողը եկավ քողնալու գողոպդելու սպանելու։ Ադի իմ կորձս չէ ասավ։ Իմ կորձս քեզի կյանք դալ է եւ ել ավելի կյանք դալ է։ Ես ադոր համար եկա որ քեզի կյանք տամ։
Բայց չեր գնարնել նախքան մեջդ մեղքի բնույթը չվերցներ։ Ինքնությունը մեղքին չի վերցներ քո մեջդ։ Եվ քեզի չարթարացներ իր արունով, որով ինչա լներ դուրսեն, պիտի չաչուղեր, որով թուն թեր դագավին մահվան դադարդված էր։ Բացի եթե ամբողջ օրենքը գրնա իր 100% բահե իր ամբողջ կյանքդ, այն ադեն այդ բարակային գրնա իր փրկվել։ Բայց եւ այնպես ադիգա քեզի օգուտ չրա, որով բոլորս ալ մեղանչեցինք կսավ, չէ՞։ Լավ։ Ուրեմն հիմա ոչ մի դադարություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որովհետև Հիսուս Քրիստոսով գենարար հոգու օրենքը մեզ ազատեց։ Մեղքի ու մահվան օրենքից։ So Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, մերավ ինձ եւ քեզի համար, խաչվեցավ հարություն արավ եւ իր բաժարով Սուրբ Հոգին եկավ եւ հիմա իր օրենքը թրավ իմ մեջս։ Եվ վերցուց մեղքի ու մահվան օրենքը իմ մեջս։ Այնինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինը դգար էր, Աստված հնարավոր դարձրեց ուղարկելով իր որդուն մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ մեղքը դադարեցեց այդ մարմնին մեջ։ Okay? So օրենքը իրականության մեջ ինքնին սուրբ է։ Օրենքը թշնամիտ չէ։ Աստծո օրենքը 5 դագարանը թշնամիտ չէ իրականության մեջ։ Բայց մեջի մեղքդ մեջտեղ հանեց։ Ադամար գսե անինչ որ անհնար էր չեր գրնար օրենքը գադարել, չգրծավ գադարել քո կյանքիդ մեջ, ինչու որով մարմնիդ մեջ տուն դգար էր, մարմնիդ մեջ մեղքի բնույթ ուներ։ So օրենքը որ եկավ քեզի սա միսը դեր, եւ որ ես մեղքի բնույթը չունենայի, ես բի գրնայի գադարել Աստծո կամքը։ Ատամ մեղ չեր կործեր, մինչեւ որ ածարեն գերով, չէ՞։ Չեր սդեր, չեր կողնար, չեր շնար, ասոնց չի գար։ Ինքը օրենքը կարող էր բահել, որով մեղքի բնույթը չուներ։ Եվ որ մեղքի բնույթը ունեցավ, եւ հիմա օրենքը տրվեցավ աչե մի սդեր, ալ մարդը գուզե որ սդել։ Իրեն սա մի կողնար, հիմա գուզե կողնալ։ Եվ հաջույքը գունենա կողնալու մեջ։ Գմտածե ինչպես պիտի կողնա։ Սադրամար գսե անհնար էր օրենքին համար, որ ինձի ազատեր, չեր գնար օրենքի ինձի ազատել, որովհետև մարմնիս մեջ ես արդեն դադարդված էի, մեղքի բնույթ ունեի, Աստված հնարավոր դարձրեց ինչպես ուղարկելով իր որդին։ Իր որդին ուղարկեց մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, մեզի պես մարմին արավ, եւ մեղքի բնույթը դադարդեց իր մարմնի մեջ, այն մարմնի մեջ։ So արավ քեզ մեղքի բնույթը խաչին վրա կամեց եւ սպանեց ադիգա, որովհետեւ թուն արդարանաս եւ այլևս չունենաս ադոր դադարդությունը քո կյանքիդ մեջ։ Որովհետեւ հասկանաս ավելի բادگերը ինչ է, եթե երթանք 7-րդ գլուխի սկիզբը, քանի բաներ գսերսե բոսարկյալ հետաքրքրական է, որ բادگերը քեզի ավելի հստակ լա։ Առաջիներորդ համար գսե գամ չգիտեք եղբայրներ, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ խոսում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի թեր նա գենթանի է։ Օրենքը մարդուն վրա գիշխե, մինչև անադեմ որ ողջ է գսե։ Որովհետև ամուսնացած գինը իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա գենթանության ժամանակ։ So գինը որ ամուսնացած է, ամուսին ունի, մինչև անադեմ որ ամուսինը ողջ է, ինքը կապված է իրեն օրենքով գսե, չի գնար իրեն ցկել։ Բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ So միակ ցևը որ գինը ազատի իր ամուսինեն, իր ամուսինի մեռնելովն է, ոչ թե ուրիշ ցևով։ Այսօր ամուսնալուծումը սված բանը գա եւ այլն, բայց Աստվածաշունչը գադե ամուսնալուծումը եւ ասի ուրիշ փաստերը մեկն է։ Մեկ ցևով գնաս ազատիլ ամուսինի հետ, ոչ թե ամուսնալուծմամբ։ Իրեն մեռնելովը։ Միայն այդանդեն գազադիս ամուսին հետ։ Եվ ագարակը։ Ամուսինները իրենց գինեն, միան մեռնելով գազադեն։ Ուրիշ ցև չի գա, ամուսնալուծում չկա, հա։ Չլավր։ Ադի չէ միտքը։ Բայց հստակ է, չէ, ամուսնալուծումը սված բանը չի գա Աստծո աչքին։ Այսօր աշխարհը շատ թյուրին ամուսնալուծվի գցկե, բայց իրականության մեջ չի մերավ թեր։
Տուն օրենքով դեր կապված ես իրեն, ադոր համար շնություն է եթե ուրիշին ամուսնանաս։ Տուն շնություն կործեցիր, որով դեր օրենքով իրեն կապված ես տուն։ Եվ նույնիսկ դղամարդը եթե ինք արցակ է իր գինը ամուսնալուց է, եւ թույլ դա ուրիշի ամուսնանա կամ ինքը ուրիշի ինքնաշնություն հրավ, գիննաշնություն հրավ, որովհետեւ երկուքը սկզբունքով իրար կապված են։ Դեսնես, Աստծո աչքերուն ամուսնալուծումը սված բանը չի գա։ Մոսես օրենքը դրավ այդ ադեն Հիսուսը ծեր սրդի խստության պատճառով։ Ծեր սիրտը խիստ էր ասելով, բայց սկզբանից այդպես չի ասավ, իրենց վերադարձուց առաջին օրին, ան ինչ որ ասված միացուց մեկը թող չի բաժնեսավ։ Իցար, բայց ոստեն ալազի հստակ կսե, սո օրենք կա, ես ամուսնացա, հիմա կապված են իրեն օրենքով։ Եթե ես հանգարց ելնեմ, գլուխս առնեմ եւ ուրիշի քով երթամ եւ անոր փորձեմ պատկանիլ չի աչովիր, որովհետեւ ստեր կապված եմ իրեն։ So հանգարց չաղոթես ամուսինը մեռնելուն համար։ Ադոր ամեն միջիսենք։ Ուրեմն, երկրորդ համար։ Որովհետեւ ամուսնացած գինը իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա գենթանության ժամանակ, բայց եթե ամուսինը մեռնի, Եթե մեռնի, ոչ թե եթե աղոթես մեռնի, եթե մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ Ուրեմն, քանի թեր ամուսինը գենթանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ դղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի եւ շնացող չի համարվի, եթե ուրիշ դղամարդու պատկանի։ Այսօր այդպես է, եթե հանգարց ենք զույգեր, որ ամուսնացած են, չէ, եւ դուք կժանշնակ երկուքին, եւ ասենք մեկը մահացավ, եւ դա մի քանի տարի հետ կելավ ուրիշի ամուսնացավ։ Սխալ չես տեսներ ադիգա։ Չէ՞։ Բնականաբար խիղճը, սիրտը, ամեն ինչ կսես, սխալ բանը, ձուր բանը չի գա աստե, ամեն ինչը օքեյ, մաքուր է։ Բայց թող նույնը ըլլար ամուսինին ողջ եղած ադենը, կամ գնոջը ողջ եղած ադենը, ամեն կզուրվի տեսնեին ադիգա անսագարկ։ Հիմա այսօր հավատացյալներ կփորձեն իրենց արդարացնել, ասել որ ամեն տեսակ հոգևոր լեզու կպատեն ուրիշի ամուսնանան, բայց եթե հոգևորը ամուսնալուծված է, նախընտրելի է նորեն չամուսնանա իրականության մեջ։ Ինքզինքը ամուրի բահ է, փոխանակել է ամուսնանա, որով շնություն մի կործածը։ Այս ասվածությունին մսածից չի ասիգա։ Որովհետև թեր միջան ադեմ որ ողջ է, տուն գաբված ես թեր իրեն։ So ինչու՞ համար հիմա Բողոս Սարակյալ մեզի աս օրինակներով գխոսի։ Հանգած մեզի ամուսնացած զույգերու օրինակը բերավ։ Մեզի ինչ կուզե որ բացատրել։ 4-րդ համարի մեջ կսե այդպես էլ դուք եղբայրներ Քրիստոսի մարմնով օրենքի համար մերակ, որբեսի ուրիշինը լինեք։ Նրան ով մերելներից հարություն է արել, որբեսի բդղափեր լինեք Աստուծո համար։ So ինչ երավ Հիսուս է որ եկավ, Հիսուսի մարմնով մեզի մեղքեն մերցուց։ So աս օրինակը որ Բողոս Սարակյալ բերավ գինը ով է։ Գինը մեր շունչն է։ Միտքը, սկացումները, գամքը մեր ներքին շունչն է։ Եվ ինքը սկիզբը ամուսնացած էր հին բնույթին, հին մարդուն։ Եվ այդ հին մարդը դաժան էր։ Այդ հին մարդը քեզի գմղեր մեղ կորձելու, այդ հին մարդը քեզի գչաչարել, այդ հին մարդուն բաժարով թուն թադաբարդվեցար, դեսած ես չէ, գինը որ ամուսնացած է դիկտատորի օրինակ դան մեջ, ինչպես է իրենց հարաբերությունը դան մեջ, լսած եք կամ հավանաբար maybe դեսած եք, ինչպես գիներ ձեծ գուդեն շատ անգամ իրենց ամուսիններեն, եթե ամուսինին ուզածը չրավ այդ վարյանին, կամ բադահայցավ, որ ուզածը չրավ այդ վարյանին, հանգարց ամուսինը գպարգանա գարնե իրեն գծեծե եւ աչքերը գուրի եւ գաբույտ գլա այս գլան գլա մենք առաջ այդ գիներն էինք եւ ամուսնացած ենք այդ հին մարդուն եւ այդ հին մարդը մեզի գչարչարեր իր բաժարով մահ մտավ իր բաժարով հիվանդություն մտավ իր բաժարով մեզի չարչարանք մտավ նեղություն մտավ ամեն տեսակ դժբախտություն անեց մտավ մեր կյանքի մեջը ցև չունեին ազատելու Միակ ցևը որ բեսի մենք ազատեինք, ճիշտ այս օրինակին համաձայն պետք է ինքը մեռներ։ Թե ոչ ես ազատ չէի գնալալ։ Եվ այդ բաժարով Հիսուս եկավ այդ մեղքի բնույթը իր վրա արավ, խաչեց, սպանեց մերցուց, հարություն արավ, եւ քեզի դվավ նոր բնույթ, քեզի դվավ նոր ամուսին։
Հին ամուսին մերցուց, քեզի դվավ նոր ամուսին, որ նոր արդարացած ինքնությունդ է։ Եվ հիմա աս նոր արդարացած ինքնությունդ ներքին անձդ, որ հիմա Քրիստոսով վերագենթանացավ, աս անձը հին անձի մեզ դաժան մեկը չէ։ Այս անձը եկած է, ինչպես մյուսը քեզի թադաբարդություն բերավ, աս անձը քեզի թադաբարդություն չի բերել հիմա։ Ընդհանրակը օրնություն կբերե կյանքիդ մեջ։ Բայց դու պետք է համոզվիս, որ հինը մերավ, եւ հիմա դու նորին հետ կապրիս։ Դու պետք է համոզվիս ալոր։ Այսօր մարդիկ երկրորդ, երրորդ ամուսնության մեջ են, լսած են մարդիկ 7-8-րդ ամուսնության մեջն են, նույն խնդիրներում մեջն են, գիտեք ինչու։ Ոչ թե որովհետև իրենց նոր գողագիծը զույգը առաջին զույգին պես աղդոտ մեկը ելավ, այլ որովհետև իրենք դակավին գապված են հին անձին, հին ամուսնության եւ ադոն խնդիրները չլուծված։ Սա նոր ամուսնության մեջ կմտնե, հետը կբերե այդ բոլոր աղբանոցը հետը կբերե, աս նոր ամուսնության մեջ կտնե եւ նույն արդյունքին կհասնի։ Նույնիսկ եթե ասենք նոր ամուսինը խենթանալիք մարդ է։ Իրեն գսիրե, իրեն գահարկե, իրեն ամեն ուզածները գուտա, իրեն օրը ցերկը չի բարձրացնե վրան, ինչպես առաջին ամուսինը իրեն գներ, ամեն ինչով ճիշտ հագարակն է առաջին ամուսինին։ Բայց չի գրնար գորգինը ցերփազատվել եւ վայելել իր նոր ամուսինին բերած օրնությունները, որովհետեւ ինքը թեր գապված է հին ամուսինին բերած փորձառություններուն եւ վնասներուն, կգարձե նոր ամուսինը իրեն պիտի զառնե հիմա։ Կոմպլեքս կլա։ Չէ՞։ Կգարձե հիմա իրեն պիտի զառնե, նոր ամուսինը կտանա գսե ես քեզի ողմը ցերկս պիտի բարձրացնեմ։ Հավատա ինձ, չի գրնար հավատալ։ Որով հին ամուսինին ցերկին դագը ինքի ձեծ գուդեր։ Հոն ինչա փորձած է հավատալ, համոզվել, որ պիտի չլասի կանորեն, յետ նորեն գլար։ Հիմա նոր ամուսինի եկավ եւ իրեն գսե ես ցերկս վրա օրմը պիտի բարձրացնեմ, ինքը չի գրնար հավատալ։ Հին ամուսին քեզի հիվանդություն բերավ կյանքիդ մեջը։ Թադաբարդեց քեզ, որովհետեւ աս հիվանդությունը քեզի ուդե եւ սպանե։ Հիմա նոր ամուսին եկավ քեզի գսե որ դու արդարացած ես, աս հիվանդություն բեք չէ մեջը դլա։ Ես չգա քեզի հիվանդություն բերելու եւ հավատացյալը գտարնա գսե դերի ինձի դվավասի։ Ինչու, որով հին մարդուն թեր գապված է։ Թեր միտքը չեն օրոքված։ Եվ այն գինը գամ ամուսինը, որ հաշվենք նոր ամուսնության մեջ մտավ, առանց որ հինը մեռնի, ազատագրվի, շնություն ունելով ներս մտավ ուրիշ ամուսնության մեջ, եթե իր խնդիրները լուծած չլա, միտքը նորոքած չլա, նոր ամուսնության մեջ մաքուր սեղանով, մաքուր ափսեով, նոր քիրքով ներս չի մտնե, խնդիրները հետը կբերե։ Եվ չի գնար վայելել նոր ամուսնությունը։ Ադամը գտեսես երկրորդ ամուսնություն գլա, երրորդ ամուսնություն գլա, չորրորդ ամուսնություն, հետո այլևս կհանձնվին, վերջ։ Ցանցացավ այլևս, չի կալեր գրասկիա։ Ետ 0-ն, ինձի չէ դրված ուրեմն ամուսնությունը։ Նո, քու միտքդ չեն օրոքված։ Ո՞ն է խնդիրը։ Դու Հիսուսին գնայես, գազես ինչպես սատանային գնայես շատ անգամ, եւ ադիգա լուրջ խնդիր է։ Այսօր Աստծո շատ բաներ գվերակրվին, որ Աստված մեջը հեչ գապ չունի։ Հեչ։ Սատանան է ադորի դեպը։ Շատ անգամ մենք մեզի կբերենք վնասներ մեր ցերկով։ Հետո Աստծո գվերակրենք, ասենք ինչու ինձ համար չի պաշտպանեցիր, քու ցերկով տանակ դարի ցերկդ բادرեցիր։ Դու քու ցերկով օտոն արիր արակ քշեցիր բادرեն ելար։ Աստծո վրա չես կնարնել, Աստված ինձի ասի իրա, որ ինձի խոնար բահե հբարդություն չունենամ կյանքից մեջ հոգևոր լեզումի պատտերադոր չոսկոմը ընդունիր թուն սխալ էր Աստծո վրա մին դեր հանցանքը գծամիկս բարձել նահանդրելի է Աստված ճշմարիտ է մարդը սուդ փոխանակ հագարակը մարդը իր հբարդությունով ինքնին արդարացնե եւ Աստծո թերի հանե որ ինքը իր կորձը չրավ մինչև գտեսնես Աստվածաշնչի մեջ Աստված մեզի համար ինչեր հրազ է Ադամար գսե այդպես էլ թուք եղբայրներ ինչպես ազգինը որ իր ամուսինը մեռնել են յետքը ազատված է ամուսնանալու ուրիշի okay նույնպես էլ թուք Քրիստոսի մարմնով որ եկավ խաչվեցավ հարություն արավ օրենքի համար մերակ ad օրենքեն մերավ ad ամուսինը որբեսի ուրիշինը լինեք նոր ամուսին ունենաս okay so մինչև այնադեմ որ հին ամուսին ողջ էր թուն չեր գնար նոր ամուսինին հետ ամուսնանալ, որով շնություն կործած պիտի լայր։ Ճիշտ ասե բաժարը, որ մարդիկ, որոնք կփորձեն բարի ապրիլ, դժոխք կերտան գոր այսօր։
որով թեր ինքը հին ամուսինին ամուսնացած է, ադիգա թեր չեմ երած իր կյանքի մեջ է, եւ ադի իրեն մահվան դադարդած է։ Շատ անգամ կտեսնես ընտանիքներ ամուսինին կամ կնոջը պատճառով լման ընտանիքը վարգը քաշվի։ Եթե նույնիսկ ամուսին մեկը ուզե շիդագը ընե, ասենք հաշվեն գինը, ուզե շիդագը ընե, ուզե ընտանիքը բարձրացնե եւ ադորամա չանք կնե, ադորամա գրիվ կնե, բայց ամուսինը հետ գապ չունի, աշխարհիկ է, գարնե ամփոչ դունը ինչ կնե, քեդին գզարնե։ Մյուսը ինչ կլա գդապկվի մյուսը։ Չի գրնար որով միջանադե որ գապված ես մահվան տադաբարդությունը կգրես, հիմա անշուշտ ասիգա ասել չէ, իբրև քրիստոնեատուն հեչ ասացություն չունիս դունի մեջ, ոչ, ադի չեմ սեր։ Ես աս օրինագին համացայն գխոսիմ։ Միջանադեմ որ ամուսինը ողջ է, դեր գապված ես իրեն։ Մեկ ցև ունիս որ խաղաղություն կա դան մեջ, ավետարանը մի կարոզես ամուսինի եւ կամ քու գնոջը մեղքի բնույթին համար լուծումին մի դանես Հիսուսին ոտքերուն արչեւ։ Հիսուսի ոտքերուն արչեւ պիտի կա մեղքի բնույթը պետք է մեռնի, որ ինքը ազատագրվի, որով ադաժան ամուսինը կամ գինը իրականության մեջ մեղքի բնույթին գծարայե, Քրիստոսին չի ծարայեր, ասելով խնդիրներ կա։ Պետք ունի Հիսուսին երթալու։ Օրենքի համար մերակ, որբեսի ուրիշինը լինեք, որու նրան ով մերելներից հարություն է արել, որբեսի ինչու բդղափեր լինեք Աստծո համար։ Աստծո միտքը գույզի բդուներով լեցնել։ Բայց պետք է արմադային խնդիրը լուծվի։ Անոմարու չես կնար ասնոր քրիստոնեական կյանքը ապրիլ, եթե տուն դագավին համոզված ես, որ հին անցդ ողջ է, հին ամուսինդ դեր ողջ է։ Պետք է ընդունիս, որ տուն այլևս լման նորոգվեցար։ Հեները անցան, ամեն բան նոր եղավ, տուն այլևս անեցքի դակ չես, տուն այլևս աղքատության անեցքի դակ չես, հիվանդության, գողոբոդի, ասինչի եւ անինչի դգարության, մոլության, մեղքի դակ քերի չես այլևս տուն, ասի պիտի ընդունիս իբրև ճշմարտություն, հոսքե պիտի սկսես քայլել։ Պետք է ընդունիս, որ հին ամուսինս մեռավ, հիմա ես նոր ամուսին ունիմ։ Նորը սկիզբ է ասի, հները անցավ, ամեն բան նոր է, եւ նոր ամուսինս հին ամուսինից բես չէ։ Նոր ամուսինս եկած ինձ կյանք տալու եւ ել ավելի կյանք տալու։ Եվ Աստված իմ մեջս կաբրի հիմա։ Ամեն։ Ես նոր ինքնություն ունիմ, Ադամը Բողոսարակյա գսե նոր ինքնության հակուստը ծեր վրայի մի անեք, ալ հակեք, գսե հակեք ադիգա, պետք է հակվիս։ Եվ եթե լավ սերդես մանրամասնությամբ քո առօրյայիդ մեջ եւ ինչպես կմտածես, պիտի տեսնես շատ մտածելագերբներ ունիս, որ կապված են հին անցիդ հետ եւ հին փորձառություններուդ հետ։ Որովհետեւ անցյալին ասան եղած է անորը այսօր ադիգա գնգալես։ Հին ամուսին դե որ քեզի գսեր ցերկը տնես մեկը վիճի բժշկվի։ Հին ամուսին դեր որ քեզի գսե դու քեզ ինչ կարծես որ։ Հին ամուսին դե որ գսե նա աղոթեցիր փամուճա։ Ասի հին ամուսինիդ խոսքերն է։ Բայց նոր ամուսին գսե ցերկը բիտ տնես եւ բիդի բժշկվի։ Նոր ամուսին գսե տունի վերքերով բժշկվեցար, բժշկված ես։ Նոր ամուսին գսե ինչ բանի որ ցերկը տնես բիդի հաճողություն գտնես։ Նույնիսկ թույնը խմես գսե բիդի չվնասվիս։ Նոր լեզուներով պիտի խոսիս։ Հիմա բոլոր անոնք, որոնք լեզուներ խոսելու դժվարություն ունենան, որովհետեւ դակավին կապված են իրենց անձին, պետք է մեկը թողեն ադիգա եւ հավատան, որ իրենց մեջ է Սուրբ Հոգին գա հիմա, եւ Սուրբ Հոգին պետք է ղեկդան, որ ինքը սկսի խոսիլ լեզուներ։ Բայց ինչի անադեմ, որ ինքը թերադոր համոզված չէ, այդ ճշմարտությունը իր մեջը չէ բացված, դեսես բայկար գնե, կգարձե ինքը ասպես պիտի շինե բարերը։ Մինչև լեզուները միան Սուրբ Հոգին ուղղությամբ է որ գխոսիս, բայց պետք է հանցնես իրեն։ Նոր ինքնություն գսե Աստուծո ամբողջ լիությունը մեջդ կաբրի։ Ինչ բարգև գուզես մեջդ գա, ըստ պետքին Աստված պիտի անի եւ կորզազե ադիգա։ Ադամը գսե ամեն հավատացյալ, որ ցերկը տնե պիտի բժշկվի։ Թևերը պիտի վրընդեն։ Ցերկը ամեն հավատացյալի համար դրված է։ Այո, բժշկության բարգև գա, բայց նույն անդեն ամեն հավատացյալի դրված է, որ ցերկ տնեն եւ բժշկեն։ Այո, ավետարանչության գոչումը գա, բայց նույն անդեն ամեն հավատացյալի դրված է, որ ամբողջ աշխարհը հետան եւ ավետարանը քարոզեն։ Սա դեսես, սո գոչում գա, բարգև գա, բայց նույն անդենալ իրավունք կա, որ նոր ինքնությանդ միջոցով տուն գրնաս ադոն կաբրիլ։ Լեզուներու բարգև եւ այլն եւ այլն։
So այդ կամ 8-րդ գլխի մեջ։ Երրորդ համար, այն ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմնին այն դգար էր, Աստված հնարավոր դարձրեց ուղարկելով իր որդին մեղավոր մարմնի նմանությամբ եւ մեղքի համար եւ մեղքը թադաբարդեց այդ մարմնի մեջ։ Հիմա շարունակությունն նայեցեք։ Որբեսի օրենքի արդարությունը գադարվի մեր մեջ։ So օրենքը իրավունք ուներ, որ պետք է գադարվեր։ Բանջք ուներ, որ պետք է գադարվեր։ Օրենքը գսե, եթե սուտ խոսեցար, պետք է մեռնիս։ Չէ՞։ Բայց որբեսի այդ իրավունքը գադարվեր եւ թուն չվերցներ, ադիգա Հիսուսը իր վրա արավ, դրա համար գսե, որբեսի օրենքի արդարությունը գադարվի։ Արդարությունը լա։ Օրենքը իր ուզած առնե եւ թուն այլևս ազատ լաս։ Օրենքը գադարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմինի ենք վարվում, այլ ըստ հոգու։ So ըստ բառը դեսանք, չէ՞։ Ըստ բառը գխոսի փորձառության մասին, մեջ բառը գխոսի ինքնության մասին։ So Աստված նախ մեջը գլուծե, որովհետեւ ըստը լուծվի կյանքիդ մեջ։ So նախ քեզի Քրիստոսի մեջ գտնե, որովհետեւ գարենաս տուն ըստ հոգին քայլել։ Okay, փորձառությունները սկսես վայելել։ Եվ հիմա կշարունակե ադի իսել։ Որովհետև ովքեր ըստ մարմնին են, եւ լավ նայեցեք ասել, շատ կարևոր համար է։ Եթե հարցում ունիս գարցնես Դավիթ, ինչպես կնամ գիտնալ, եթե ես ըստ մարմինի գքայլեմ կամ ըստ հոգու գքայլեմ, որովհետև ավտոմատ չէ։ Եթե դու Քրիստոսի մեջ ես այսօր, վերստին ծնած ես, դա չի նշանակե, որ դու ավտոմատ հիմա հոգին յետևեն գքալես դու։ Ադիքու ազատ գամք է, որ քալես հոգին յետևեն։ Բայց փամը գամ մենք գնենք առանց նկատելու, որ մեզի ըստ մարմինին յետևեն դանիլ գուդա, քան ըստ հոգին յետևեն։ Okay? So դու գրնաս սուրբ հոգիով մգրդված լալ, Հիսուս Քրիստոսի մեջ լալ, վերստին ծնած լալ, բայց դա գավի մարմնի ըստ մարմնի կորձերուն յետևեն գերտաս։ Եվ ասիկա հստակ է մեր աչքին այսօր, շատ հերու բեք չունի սնայելու։ Ինչպես կգիտնամ, եթե ես մարմնի համացայն գկալեմ, կամ հոգու համացայն գկալեմ, 5-րդ համարի մեջն է փանալին, գսե որովհետև ովքեր ըստ մարմնի են, անոնք որոնք մարմնով գքայլեն, մարմնական բաներ են, ահա, յետե գանգոս։ So ինչու համար դու մարմնավորին յետևեն գերտաս, նույնիսկ եթե հավատացյալ ես, նույնիսկ եթե Քրիստոսի մեջ ես, որովհետև միտքդ, խորհուրդներդ, ամենը ինչ կմտածե, մարմնավոր բաներ կմտածե։ Վախի աստեցության դակ է, մտահոգության աստեցության դակ է։ Խորհուրդ մը գարնե, որ իրեն համար լավ չէ եւ ադոր մասին գարնե գծեծե, գխոգա, վերջավորության ադոր բդուղները գուդե։ Որով ըստ մարմնի քալողները ըստ մարմնի կմտածեն։ So եթե ես մտածումները շտկեմ, ըստ մարմնի չեմ քայլեր այլևս, ըստ հոգու կսկսեմ քայլել։ Ամենը մտածումներուդ մեջ է, so դու բաղ մգեցիր եւ ասե ես ինչ կմտածեմ առօրյայիս մեջ։ Ես ասանք կտեսնեմ։ Ամեն սխալ խորհուրդ որ կմտածեմ, ես կասի սխալ ձար մչրեցի իմ հողից մեջ։ Ամեն սխալ խորհուրդ, որում վրա գխոգամ, երթամ ես ադի գչրեմ։ Ամեն խոգալը չրել է։ Ամեն մտածել այդ ադնյութի մասին չրել է։ So հաշվենք շողի եկավ եւ ինձի սխալ մը կորձեց։ Գիտնալով կամ առանց գիտնալու։ Okay? Ինձ սխալ մը հրավ ինձի անտել։ Հիմա ես որոշում ունիմ վիրավորվելու, որոշում ունիմ թարնալու եւ նույնիսկ իմ կյանքս գործանելու, գաբված ես ինչ կմտածեմ հիմա։ Okay? Շողի եկավ ինձի վնաս հրավ։ Եթե ես առնեմ այդ վնասի մասին մտածեմ ամբողջ օրը, ամբողջ շաբաթը, ամբողջ ամիսը, գիտեք ինչ պիտի լա մեջս։ Մահ պիտի հարաճանա մեջս, փարգություն, ադելություն, գեցվածք, հավանաբար փամփասանք, թարնություն սրդիս մեջ, բայց ասոնք ես որոշեցի ելա, գրնայի ասոնցե մեկը չունենալ իմ սրդիս մեջ։ Թշնամին հերույեն քեզի միտք մնետեց, քո աղջիկդ քեզ մե պիտի առնեմ։ Եթե ես առնեմ այդ խորհուրդը, եւ ադո վրայով սկսեմ մտածել, ամբողջ օրը,
ամբողջ շաբաթը ինչ պիտի լա, արդյոք ինչ պիտի լա, արդյոք ասան գլանը ինչ պիտի լա, արդյոք օտոն իրեն զարգավն ինչ պիտի լա, առնեմ ասի ձեզեմ, ադոր բդուղը պիտի ուդեմ, վախ կուկա, իմ վրաս կսկսի դիրել, panic attack կսկսի կա իմ վրաս, թիվային ամեն ուժ կսկսի իմ վրաս խալ, ինչու, որով ես մարմնավոր կմտածեմ, հոգևոր չեմ մտածեր։ Թեև ես հոգիի մեջն եմ, վերստին ծնած եմ, բայց որովհետև մարմնավոր կմտածեմ, մարմնավորի բդուղները կուդեմ ուր։ Որքան հոգևոր մտածեմ, հոգիին բաներն է, որ պիտի սկսեմ ուդել։ Եվ այն գադի գուզեն գլա։ So նորեն 5-րդ համարը գարտամ։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, սին մարմնի փերած փորձառությունները կունենա գորի կյանքի մեջ, թեև ինք հավատացյալ է, մարմնական բաներ են մտածում։ Իսկ ըստ հոգու եղողները, անոնք որոնք հոգիին փորձառությունները կունենան իրենց կյանքի մեջ, հոգևոր բաներ կմտածեն։ So ամենը հոս է, դու ինչ կմտածես, ադի պիտի ուտեսի վերջո։ Մարմնի բաները կմտածես, գետաս ադի կչրես, ադի կմեծնա ադոր բդուղները կուտես։ Հոգիին բաները կմտածես եւ գլուխը Աստծո խոսքով կլեցնես։ Ադոնց մասին կմտածես եւ գխոգաս։ Դերը ասած տեքստնեմն է պիտի բժշկվի։ Ադոր վրայով նստիս խոգաս եւ մտածես եւ խորուն գերտաս։ Հոգևոր բանը սկսա մտածել։ Վերջավորության ես եկա ինչերի ад զարը չրեցի, ад զարը մեծավ, ադոր բդուղները ելան եւ ադի սկսա ուտել։ So երկու հավատացյալ կրնաս ունենալ, մեկը բժշկություն կստանա, մյուսը ոչ։ Մեկը գաղութ է կբժշկե մարդիկ, մյուսը գաղութ է բամը չլար։ Ինչու ոչ է որով չեն սիրեր Հիսուսի, երկուքն ալ կսիրեն Հիսուսի, երկուքն ալ հավանաբար 1000 մղոնալ արչև կվազեն Հիսուսի համար, բայց հոգին արդյունքները չեն տեսներ, որով հոս մեկը շիդակ կմտածե, մյուսը ձուր կմտածե։ Մեկը հոգևոր կմտածե, մյուսը մարմնավոր կմտածե։ Մեկը Աստծո խոսքով լեցուցած է ինքզինք եւ ադոր բռնված է, մյուսը աշխարհը ինչ կսե, իր ծնողքը իրեն ինչ ասած է, իր շուրջիները իրեն ինչ ասած են, ինքը մարմինը ինքզինքին ինչ կսե, ադոր բդուղներն է որ գուտե։ Եվ մարմինը քեզի ինչեր կսե։ Հին անցիտ, եթե մեկ հատ ագանչը դարձնես, որ մերերը երտասն է քերեզմանը, հա, եւ նայես ինքը ինչ կսե, ինչեր կսե քո մասիդ։ Կսե թե ունե չարժանի չես, դու ինչու որքան Աստծո հետևորդ ես, որ մարդիկ մերելներեն հարություն դաս, աղոթես եւ չլանը ինչ պիտի լա, կապազա պիտի լա, սիրազիր պիտի լա, ասի հին ամուսինիդ խոսքերն է։ Okay, մերավ, մի երթար քերեզմանը, թակային դուրս մի աներ։ Ցկե մերած է, ավելի խորուն թող թաղված լա, դու մգրդվեցար ճուրով, որովհետեւ այդ մեկը անես։ Հիմա այլևս նոր անցով գաբրիստուն, նոր անցի տեսածները մտի գրե։ Անոր կով կնա, անոր հետ նստիր, եւ ըստ նայր քեզի ինչ կսե Աստծո խոսքը։ Եվ շիդակ ծառը չրելու մասին մտածե։ Անոր վրայով խոգա, թուն քեզի անոնցմով լեցուր, անգամ որ հին ցայները այլևս ուժը մերավ, ծառը չորցավ, սկիզբը որովհետեւ գրնալը, որովհետեւ թուն եւ վնե այդ ծառը գչրես, սխալ ծառը։ Ադի գչրես եւ ադոր բդուղները գախված է, հավանաբար թե ժամանակն պիտի ուտես այդ բդուղները, որով թուն բավական աշխատանք դարիր այդ ծառը մեծնելու։ Բայց եւ որ սկսար այլևս հոգեվոր ծառին հոգ դանիլ, թեր բզդիգ է, թեր ադիգա պիտի չրես, դեղը պիտի ասնի, ինչպես ադոր ժամանակ դվիր, ասոր ժամանակ պիտի դաս, բայց մինչ թուն այս ծառը գչրես եւ գհոգաս եւ գմեծնա, այդ ծառը սկսավ չորնալ։ So ժամանակ մի յետքը այդ ծառին բդուղները այլևս պիտի չելեն։ Եվ այդ ծառը որ չորցած է պիտի այրի այլևս, okay? So այլևս ադի ցանկիտ վրա ասելություն չունենա։ So ասե բաժարը, որ հոգեվորներ ջեղքում ունենան հանգարց, գտեսնես այլևս այդ բանը, որ իրեն կկրավեր եւ իր վրա իշխանություն ուներ, հիմա իշխանություն չունի, որովհետեւ ասի մեծավ իր ցանկի մեջ։ Ադի չորցավ։ Ասի սկսավ համդեսել, ադի այլևս իր վրա ասելություն չունենար։ Առաջ գնալ թշնամի մեկ հատ միտքը ղրգեր քեզի, թուն քեդինգին այր արդեն, որով ծառերը լեցուն էր։ Բայց հիմա քեզի միտքը ղրգե չի պավեր։ Թևեր ղրգե փաչոկներ գոր, որովհետև չորցեր է այդ ծառը, արիտա չես տված թշնամիին, որ ներս մտնե։ Քանի ուրիշ ծառ գա անոր հոգ տարած ես դու։
Եվ ադոր բդուղներն է որ դու գուտես։ Եվ որ վերջացնեմ։ 6-րդ համար։ Որովհետև ըստ մարմնի խորհելը, խոգալը մահ է։ Դեսնես։ Եթե ես մարմնավոր բաները մտածեմ, մահ է գսե։ Եթե ես նստիմ մտահոգվիմ կորձս ինչ պիտի լա, հիմա եգրին վիճակը ասե, լուրերը բանամ դիդեմ, եւ քլուղս անոնցմով լեցնեմ, ոսկին քինը գխա, գպարծանա, ինչ պիտնե, շուգային մեջը ամեն մարդ գսե, ամեն ինչ յետև գերտա, բամը պիտի հաջողություն չունենանք, ամեն ինչ պիտի գործեն, ասի մարմնավոր մտածել ագերն է։ Հին բնույթն է ադիգա, որ քեզի ադբես կխոսի, հաջողություն պիտի չունենամ, ընտանիքիս ինչ պիտի լա, մեջտեղ պիտի մնան, ասինչս պիտի գործընծնեմ, անինչս պիտի գործեմ, վախերը, մտահոգությունները եւ որքան ադոր թույլ դաս, անքան ավելի գլեցվիս։ Մարդիկ, որոնք փարգուչան այդ խնդիր ունին, okay, կամ երկար գդեվե իրենց փարգությունը, չգրնար ասանք արագ մներել։ Գիտեք ինչու, որով ад եղածը բադահածը իր մեջը գարնե գծեծե, եւ ամեն ծեծելուն գնորոքվի փարգությունը իր մեջը, գնորոքվի։ Okay, 5 վայրկյան առաջ հազիվ հանդարտած էր, մեմը նորեն կամ իրեն դեսավ, վայրկյանին յետ ад միտքերը ձական, անիվներ դառնալու սկսան, մեջը յետ փարգություն ասկսավ արդյունան։ Անոնը պետք է սորվիս արագ Աստծո հանցնել ամեն ինչ։ Մեջը չի ցկել ադիգա։ Արագ Աստծո հանցնել եւ գլուխդ փոխանակ անոնցմով դապկես Աստծո խոսքով։ Լվաս Աստծո խոսքով։ Brainwash-ը լաս Աստծո խոսքով։ Եվ մենք պետք ունենք brainwash-ը լալու Աստծո խոսքեն։ Շատ պետք ունենք brainwash-ը լալու։ Որով ամեն մեկերնից մեր գարքին մեր հին բնույթեն շատ brainwash եղած ենք։ So, որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է։ Կովին տարսից է մահ է։ Մահ է։ So, մի մտածեր ադիգա։ Քեզի օգուտ չներ ադի։ Մահ է։ Հովիվ ինձ ասանք կլասու մեջ չեմ գնարգորել, որով սխալ բան կմտածես որ։ Մարմնավոր բաներ մտածես մահը կբերե։ Այդ շարունակությունը քիացիկ է։ Իսկ ըստ հոգու խորհելը կյանք եւ խաղաղություն։ Ես եկա որ կյանք տամ եւ ել ավելի կյանք, եւ որ սկսես հոգեվոր բաները մտածել եւ խորհել եւ խոգալ անոնց վրա, կսկսի կյանք ելնել։ Խաղաղություն կսկսի, նույնիսկ եթե 4 կողմդ քաոս է։ Ադու համար կորձադերիտ մեջը 4 կողմդ քաոս է, դու հաստատ ես երկու ոտքերուդ վրա, որով գիտես դու, որով դու ըստ մարմնի բաները չես մտածեր որ, արիթը չես զարգոր, դու կմտածես որ հոգևոր բաները։ Քո սիրտը միտքդ անոնցմով լեցուցեր ես։ Ադու համար, եւ որ Հայաստանի մեջ բادرազմ եղավ եւ ամեն մարդ Արցախի հետ խնդիրին հետ կապված ամեն մարդ իրար անցած էր ինձի տելեֆոն գուկար փախիր Հայաստանեն ասեի ոչ խաղություն ունիմ լուրերը բանալով չէի դիտեր շատ անգամ Instagram-ը քեզի օգուտ չի դարգոր շատ անգամ 90%-ն ավելի քեզի չի դարգոր օգուտ դու պետք չունիս աշխարհի ամեն լուրերը առնես քո մեջդ հավաքես վրաս աղբանոց չէ կրված որ աշխարհին ամեն վատ լուրերը առաջ Ամերիկայի մեջ եղածը քեզի չեր ասներ Հայաստան չեր ասներ Okay, բայց հիմա social media բանաս Ամերիկա ինչ եղեր է Սուդան ինչ եղեր է Նայջերիա ինչ եղեր է ասինչը անինչը աշխարհը ինչ կլա ասի ադոր այդ բادرան ամեն լուրերը դերյակ ես բացիացկե եւ անորմով լեցված ես ադոր համար հուսախապ ես դեվ հոգեվոր ես բայց հուսախապ ես հուսահատ ես Աբակայի համար հույս չունիս, մերերը այլևս հույսը, որով սխալ բաներում ասին գխոգաս որ։ Ըստ հոգու խորհելը կյանք եւ խաղաղություն է, հալելույա, ես ասի ուզեմ։ Որքան կյանք ուզես կյանքիդ մեջ, որքան խաղաղություն ուզես կյանքիդ մեջ, նոր ամուսինիդ հետ ժամանակ անցուր։ Նոր ինքնությունդ, որ Քրիստոսով քեզի դրվեցավ, անորական չդուր, նայած ինչ կսե որ քեզի։ 7-րդ համար, որովհետև ըստ մարմնի խոգումը, խոգալը մարմնի բաներուն, Աստծո թեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող, ան որ մարմնավոր կմտածե չի գնար Աստծո օրենքները անել։ Չի գնար նույնիսկ կշարունակե
Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Ասված բոլորին գսիր է, ադոր մասին չի խոսիր։ Բայց Աստուծո արչև Աստուծո ուզած գործերը, եթե պիտի գարենացնել, մարմնավոր մտածելով չես կրնար։ Եթե իմ մարմնավորս, հին բնույթս ինձի գսե, որ թուն, որու վրա որ աղոթես փամը պիտի չլա, օր մնալ Աստուծո փառք պիտի չգրնաս բերել մեկուն վրա աղոթելով բժշկվի։ Հաջություն պիտի չբաժարես։ Բայց հոգիով խորհողը եւ խոգացո, որ լեցված է, ցեքսնեմն է պիտի բժշկվի։ Օծություն գարցակվի։ Եվ գտեսնե բժշկությունը։ Ալվամար ես աս խոսքը արել եմ դերոճմե, ինձ իսած է, որում վրա մինչև այսօր թեր գմարզվիմ։ Գադարյալը չեմ ասոր մեջ, բայց ամենը միշտ գմարզեմ անցս ասոր վրա։ Եվ որ մեկը կա, որուն համար պիտի աղոթես, նախքան իր բժշկվիլը տուն արդեն իր բժշկվիլը դեսած պետք է լաս հոգիով եւ ադանք պիտի աղոթես տուն արդեն դեսած պիտի լաս իր բժշկությունը նոր պիտի չաղոթես որ նոր բժշկվի տուն արդեն դեսած պիտի լաս ընդունած պիտի լաս ադիգա եւ անդեղ եմ պիտի աղոթես որով եթե ես գմդածեմ միտքիս մեջ որ թեր չէ բժշկված եւ ես հիմա պիտի աղոթեմ որ բժշկի ամբողջ փերը իմ վրա ստրի եւ մարմնավորս հիմա մարմնավորի բդուղ բիդա բիչ չդեսեմ բժշկություն բայց եւ որ հոգին բաներով մտածեմ հոգին աչքերով տեսնեմ եղելությունը եւ այդպես աղոթեմ հոգին բդուղները կսկսին տեսնել okay So իրականության մեջ քրիստոնեային թիվ 1 պետքը հավատացյալ լալեն յետքը վերստին զնելեն յետքը նույնիսկ սուրբ հոգիով մգրդվել են յետքը իր միտքը նորոգելն է իր միտքը նորոգելն է 8-րդ համարն ագարտամ ու վերջ եւ նրանք որ մարմնին են հետևում ազուն չեն կարող հաճելի լինել 9 բայց դուք մարմնին չեք հետևում այլ հոգուն Սոթունը սկզբունքով որ հիմա այլևս հոգին ունիս քու մեջդ Տուն կարողությունը ունիս այլևս հոգիով քայլելու, ադամար հետո գսե հոգիով քալեցեք, թե ոչ արդար պիտի չլար քեզի իսել հոգիով քալե, թե չէր գնար հոգիով քալել։ Բայց որովհետև հիմա տուն վերստին ծնած ես, ես սուրբ հոգի մեջ գաբի տուն ունիս կարողությունը հոգիով քալելու։ Տուն ունիս կարողությունը միտքերու զունգի բերելու։ Տուն ունիս կարողությունը ըստ հոգևոր բաներու մասին մտածելու, փոխանակ մարմնավոր բաներու մասին մտածես։ Ունիս կարողություն քուցեր կդե Առաջվա ամուսին քեզի թույլ չեր դար։ Ճիշտ ինչպես այսօր ամուսիններ կան իրենց գիներուն թույլ չեն դար եկեղեցի երթան։ Չէ՞։ Գարկիլեն եկեղեցի երթան։ Ասեն չես կնար հոն երթալ։ Ադի հին ամուսինը դե։ Նոր ամուսին գսե եկուր միասին երթանք։ Հա՞։ Նոր ամուսին ադի գսե։ Եվ վարած է կսպասե որ միասին երթանք հոնդը։ Բայց տուն եթե հին ամուսինի Փորձառություններուն դակ թաղված ես միտքը չեն օրոքված դունեն դուրս չես ելել վախետ որով ասկի առաջ ելած ես քանի անգամ փորձած ես մեկ անգամ բադուանեն դուրս փորձեցիր ելնել եւ ամուսին բռնեց քեզի լավ մձեծեց եւ ադոր վերքերը քաշքշեցիր մարմինիդ վրա ադամար վախ ունիս չես կնար ելնել կամ համոզված ես որ մենք դունեն դուրս չենք կնարել մենք չենք կնար եկեցի երթալ համոզված ես որով հին ամուսինդ քեզի համոզեց ադոր եւ մեջդ Մետքիդ հոգեբանության մեջ ադիգա դրավ սուրբ հոգին կով կերտաս ազու խոսքը գարնես կսես սուրբ հոգի միտքս տուն լվա աս միտքս լվա մարմնավոր բաներեն որ իրականության մեջ հին մարդուն կբատկանի ադոնց դեղ այլևս չեմ ուզեր դալ քու խոսքիդ միան դեղ ուզեմ դալ ես գուզեմ քու վրայոդ քու սազներուդ քու խոսքիդ վրայով մտածել անոնց մեջ մեծնալ եւ երթամ ած զարը չրեմ ես ադոր բդուղները գուզեմ տեսնել Գյանք եւ խաղաղություն։ Մեծ դարբերություն կա մահվան եւ գյանքի միջեւ, չէ՞։ Մարմնավոր մտածեմ մահ է, հոգեվոր մտածեմ գյանք է եւ խաղաղություն։ Հալելույա։ Դու գրնաս ամենակեշ վիճակիդ մեջ ա գտնվել պայմանները, բայց դու խաղաղության մեջ ես եւ գյանք կվայելես եւ հետո կդեսնես պայմանները ամեն փոխվեցան։ Մինչդեռ անիգա որ աշխարհի գնեգամ նույնիսկ հոգեվոր, բայց աշխարհի պես կմտածե, okay, մի դեսնես ինքնալ ինգավ։ Հալելույա, եկեք ոտքի ելենք։
Քալի չերտի ալասու թարդի չերտի Դեր Հիսուս տունես քերակույնը քերակույն իշխանը ամեն ինչին եւ մեր հերոսը Եկար մեզի ազատեցիր մեր մահվան վիճակեն մահվան թադաբարդությունը մեր վրայեն բادرեցիր մեզի դվիր նոր ինքնություն դվիր նոր անց նոր ամուսին եւ այլևս մեզի իրեն հետ միացուցիր քու հետդ միացուցիր դարձանք մեկ հիմա դու մեր մեջ մենք քո մեջ դարձանք մեկ մենք շատ ագանչված ենք աշխարհի խոսքերուն մարդոց ասածներուն ասի սավներուն տշնամիին ասածներուն շատ անգամ բայց քու խոսքիդ շատ ագանչ չենք տված ադոր համար շատ չենք դեսներ բդուղներ շատ անգամ ես գաղութեմ դեր որ ասի ամեն reversal լա հագարակ դառնա ազբատությունը ամենուս աչքին հստակ թողլա ամենուս ագանչին հստակ թողլա ինչ բադայի հիմա եթե ես ըստ մարմնավորի եմ մտածում կամ ըստ հոգևոր եմ մտածում գուզեմ ինձի ցույց տաս դեր աչքերս բաց տեսնեմ ես գուրանամ ամեն ածխալ մտածելակերպներեն միտքերեն դուն ես թակավորը իմ կյանքիս եւ իմ սրտիս քեզ մեզ ադուիշ մեկը պիտի չի իշխե իմ սրտիս մեջ իմ մտքիս մեջ ես գուզեմ իմ միտքս ալաբաշխարե ոչ միան իմ սիրտս թող որ մեր միտքերը աբաշխարեն թող որ մեր միտքերը վերստին զնին թող որ մեր մտքերը նորոգվին եւ վայելենք անինչ որ դու մեզի դված ես հարության զորությունը վայելենք որ դու մեզի դված ես դու ասացիր Փիլիպեցիս նամակի մեջ ասեցի մասին մտածեք ինչ որ արդար է անոր մասին մտածեք ինչ որ հաճելի է անոր մասին մտածեք աշխարհին բաները ուրացեք որովհետև ադի օգուտ չի դարձես դեր հիմա մեր սրտերը մեր անձերը մեր մտքերը քո արջեդ գխոնարեցնենք գերբարան ամփոխե մեզ քո խոսքովդ մաքրե մեզ քո ճշմարտությունով մեզի զինե թող որ քո խոսքդ մեր միտքերը այնպես լվա որ դեղ նույնիսկ չգարենա ունենալ տշնամին իր միտքերն ու խորհուրդները ներս մտնեն մենք կարող ենք անել ամեն բան անով որ մեզ գզորացնե կարող ենք անել ամեն բան անով որ մեզ գզորացնե Հիսուս Քրիստոս Կորիալայի պարչենիմ անամար հիմա այս բանի մեջ պիտի ուզեմ դու գիտես ինչ են խորհուրդները միտքերը որ քեզի գաբած են կամ գգաբեն կամ գդգարացնեն միտքերը խորհուրդները որ քեզի համոզած են որ դու բեկեղածը չես կրնալ կամ չես կրնար դու անել դու ով ես որ ասված քեզի կորձած է մեր մեջ ամենադգարը սավ թոսե զորավոր եմ ուրացիր այն միտքերը որ գսե որ դու պիտի չտեսնես ուրախություն ուրացիր այն միտքերը որ գսեմ որ դու պիտի չտեսնես հաջողություն ուրացիր այդ միտքերեն ազո խոսքը հիմա արի մեջդ ար ազո խոսքը մեջդ ար սա դեր քո խոսքդ կընդունիմ որ ինձի համար բարօրություն ունի ինձի համար լավ ծրագիրներ ունի աբակա ունի ինձի համար հույս ունի ինձի համար առողջություն ունի Աստված իր խոսքը գրգեց կսե բժշկեց թարմանեց երգիրը դու չենի բադաշերտի ալասուտարդենի Չարա չերնի անամար դեսնես մեծ գործ ունին գնելու մենք իբրև ավադացյալներ մեր մտքերը նորոգելու ես որքան ասի անցյալ շաբաթ կսեի որքան Աստծո խոսքեն հերու եմ անկան Հիսուսեն հերու եմ որքան Աստծո խոսքի մոտ եմ անկան Հիսուսին մոտ եմ անկան Հիսուսին հետ նստած եմ ես պետք ունի Մարիամին պես Հիսուսի ոտքերուն առջև նստիմ իր մե առնեմ իր մե խմեմ որովհետեւ դեսնեմ նորոգություն Կարդենին բաց շերդի ալասուտարնի Կաբրոց սերդի ալաշորտե անոմար թեմիել հիմա ամեն միտքերու կապարնեուս է դուք սուդ եք ամենդ ամուսին թարցի պիտի չի կա դու սուդ ես է գոդեյ ալաշերնի մասել Իբրահիմ նույնիսկ եթե ալ ոսկին 1000 անգամ ավելի բարձրանա դու անոր մեջը Շուշանի պես մի ծագես Իսահակ սովի մեջ ունեցավ բազմաթիվ բդուղ Բղշտացիները դայեցան ասին ասին չէ, անկան հարստացավ Իսահակ, սովին մեջ լեղը, որով ասված ենսավ ծանեց և հնցեց ինքը։ Կարևոր չէ 4 կոմինները ինչ կսեն, երգիրը ինչ վիճակի մեջ ասված գիտեք ես ինչ ես վիտ բարձրացն է։
Ամեն, դու բռնվիր անոր, դուլեն որ քու ուրախություն կուզե, նոր ամուսինդ, որ գսե քալի միասին երթանք հարություն տեսնենք, բժշկություն տեսնենք, ուրախություն, խաղաղություն, կյանք տեսնենք։ Վերջ այլևս մահվան։ Դորլե ալայի, վերջ այլևս անեցքին։ Հիսուսի անունով գանիձեմ անեցքը։ Գանիձեմ մեղքը, գանիձեմ հիվանդությունը եւ ամեն փչիչ, ամեն դգարություն, գանիձեմ Հիսուսի անունով մահ գրճագեմ աս բոլորին վրա եւ գարցագեմ դեր քու երկինքիդ բերած բոլոր առողջությունները, օրհնությունները եւ հաջողությունները, փառքավաճությունը, ամեն ինչ որ դու արդեն մեզի անոնցմով օրհնած ես, թող որ դրսևորվի բոլորը դուրս եւ ամեն զավակ այս վայրի մեջ դեսնե իր կյանքի մեջ, ամեն մարզի մեջ քու ցերքդ, ինչպես Հոսեփ տեսավ, քու ցերքդ, հաջողությունը, հալելույա, դոթելի ալացու, մենք գտնունենք այդ մեկը, հավատքով, դո շերդի սորդայի մեջի, բարնենի սարնում է շերդի ալարդեմիս, ինչ խորուրդներ կան, որ գուքան ինձ եւ քեզի թեմ, որ քեզի քու դեղդ բայ է, քու աթորիտ մեջ բայ է, քեզի անգե դուրս չանե, ես ով եմ որ ես չեմ գնար կարոզել, ես հովիվին պես չեմ գնար կարոզել, ինչու հովիվդ գիտեր կարոզել է որ սկսավ, Փարփարի վրա չեր գրնար տնել հովիվդ, Գորդ շերդի ալա, սերդի ալա թենի մեկել, դարդ շերդի ալարդենի սերդայի, մեկ օքի օգնեց, Սուրբ օքին եւ իր խոսքը, միան ասոնք օգնեցին, միան ասոնք քեզի գնան օգնել, ուզումդ միան ադի է, ինքն է որ քեզի հայելի պես քու ինքնություն ցույց կուտա, քեզի գսե դու նով ես, հայելին գերտաս գնայիս, հայելին գտեսես դու հիվանդ չես, դու բժշկված ես, Հետո այդ գերտաս աշխարհի առօրյա կյանքիդ մեջ մարմինիդ գնայիս գտեսնես հիվանդ է, Բիդի սխալ հայելի գնայիս, գնա շիդակ հայելին նայիր, շիդակ հայելին ներշնչվիր, ад հայելին քեզի գսե, Աստծո խոսքը քեզի գսե դու բժշկված ես։ Աստծո խոսքը գսե եթե նախ Աստծո թակավորություն տնես եւ անոր արդարությունը, ապա մյուս բոլոր բաները քեզի պիտի դա ավելիով պիտի դա ուրիշ դեր գսե 100 աբադիկ ավելի պիտի դա 100 անգամ ավելի պիտի դա հիմա քնե ինչեւ ավիդյան։ Հալելույա։ Երեք, ես միջ հիմա գշարնագենք աս եղանագով, մի փոխեք եղանագը ավոր է, աս եղանագով, բիդի ուզեմ, որ ասպես կետրոնանաս, հին անցուդ ուրանաս, հին ամուսինիդ գրնակ դարձնես, ասուձո կով երտաս, ես ուզեմ ծեզի հետ աղոթել, ծեք տնե ծևրա աղոթել, բայց ասոր հետ բիդի համացայնիս, բիդի համացայնինք միասին, դո շերդի ալաս սուտ արդենի մեջ է, Եվ ամեն պետքին համար, ասված արդեն ամեն ինչ մտածեր է, ամեն ինչը քու պետքը դսկիսվեն գիտե արդեն, ամեն ինչն ալ հայթայթած է եւ հիմա ուրախությամբ կուզե կյանքիդ մեջ դրսևորել այդ մեկը։ Սոգնակ մոդենալ եւ որ ժամանակը կա Գորդի ալա չենի ալա սու շնորհակալ եմ դեր, դոցեդի ալա շարտանի մսենի մեջ է։ Մենք կարող ենք գնել ամեն բան, անով որ մեզ կզորացնե, ասամարը գիտեք քանի անգամ գրտնած եմ ես Գիտեք քանի անգամ գրտնած եմ եւ դակավին կգրտնեմ հատկապես այդ դեղերուն մեջ որ ես կդեսնեմ հետ չեմ գրնարնել Աս համար գուկա մեջ ես գվարի ասպես քանի atkan որ լեցուցեր եմ ես ինձ աս մեջ ես գվարի գսե կարող ես սնել գրնաս սնել դոտ չերնին եւ ոտքի գելեմ դոտ չերդի սորոց հարտաշե հարության բդուղները բիտեսնեմ հարության բդուղները բիտեսնեմ լվա միտքեր ամեն խորուրդ ամեն ինչ որ անցյալեն գգած է ամեն ինչ որ իրեն արկել կգնա իր արջև կսաստեն Հիսուսի անունով բացիր աչքերը բացիր միտքը լեցուր իր ներքին աշխարհը քու խոսքովդ թող որ հոսի իր մե թող թափվի իր մե արադորեն թող չերդի ալասուտեն բդուղներդ արադանա Հիսուսի անունով արադ բազմաթիվ փուրավոր բդուղ Հիսուսի անունով դա շերդի սիոլոցու Ոչերի սուտարչի Ես կարոզերն եմ եկը չապաշխարել Ատիկա հին անցդ է խոսող
Նորանցդ գսե ես հազարներ մի դիշայիմ կեզմով։ Սուրբ ոգին գսե ես դրոշակս միտտնեմ և թշնամին եդևեմ մի վազեմ և ադի ուդեն եկած պետի չգիտնա։ Ես գուցել կերոդի չեմ իպեմ, արդեշ եմ ես կեզի կանչեցի, կեզի դվդի նոր ինքություն։ Հալելույա, դու շերդի ալասուտ արդյե չերդի ալասարտին։ Ով ֆոտոյի
Ահա
երկար էր, աշխարհը ամեն տեսակ խնդիրներ ուներ, Աստվածը խնդիրը լուծելու համար ինչ էր անում։ Իր միածին որդին ղրգեց, որ խոսքն է, փանն է։ Փանը ղրգեց աշխարհ։ Ես Սուրբ Հոգին այդ կորձակցությամբ աշխարհի մեջ ինչ բերավ, կյանք բերավ։ Հարություն արավ Սուրբ Հոգիով, խոսքը հարություն արավ Սուրբ Հոգիով։ Խոսքը եւ Սուրբ Հոգին կորձակցությունը որքան saturated ես, լեցնես կյանքիդ մեջ անգամ բդոները վիդեսնես։ Ադու համար ես դեդը լամացվես որքան գնամ ժամերս լեցնել Աստծո խոսքով անգան ավեյլավ։ Փոխանակ լսեմ լուրերը social media-ան, այսինչ եւ անինչը Աստծո social media-ին մեջ մտնեմ, ամեն։ Իր խոսքի մեջ մտնեմ։ Նայեմ խոսքը այսօր ինձ ինչ կսե։ Ինչ բարի լուր ունի ինձ դալու այսօր խոսքը։ Քեշ լուրերը լսերեն արդեն զզվեր են։ Ամեն։ Այո։ Խնդրեմ որ մեկ հատ բոլորս աղոթենք Նորայի համար։ Աղոթ խնդրեց բժշկության համար Facebook-ում, ասի 2-3 օր առաջ էր գարձում։ Խնդրեց, հետևաբար եկեք աղոթենք, ուղղակի չէ հայտնած ինչ է, բայց կարևոր չէ, եկեք մենք աղոթենք։ Դեր նորանք ու արջևդ կտնենք հիմա Հիսուսի անունով։ Գգաբենք ան ինչ որ տշնամիեն է իր մարմինի մեջ։ Եվ գհրճագենք ու բժշկությունդ, գլուխեն մինչև ոտքը, ամեն օրգան, ճիղ, մաշկ բժշկվի հիմա Հիսուսի անունով։ Ել այդ մարմինեն ամեն դգարություն, ամեն հիվանդություն, ամեն անեծք, ամեն թուր, որ բաց է, գհրճագեմ կոծվի, քո առողջություն հիմա մարմինի մեջ են դրսևորվի Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Հալելույա։ Շնորհակալ եմ։ Ամեն։ Նախքան արձակվենք, ուզեմ մի քանի հայտարարություն ունել։ PowerPoint-ը մեկ հատ բացեք, տղաք։ Հաջիս։ Announcements, եթե երթակ downloads, announcements, PowerPoint։ Ասի duplicator էր, extend պետք է ես։ Եվա։ Մեկ հատ music-ը քիչիկ տետեցեք։ So, մենք պիտի ունենանք այս դարվա մեր երեխաներու ջամբարը, պիտի դեղի ունենա ուր է, հուլիս 13-ին 15 վերը։ Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, 6-ին 12 տարեկան ժամը 10-ին մինչև երեկոյան ցերեկը մինչև ժամը 5 եւ հետեւաբար լուրերը դարածեցեք եւ ես պետք է ունենամ ծառայողներու։ Okay? Նորեն այս տարի ամեն ինչ կգարավարեմ։ So գուզեմ որ մարդիկ ցերկերնիտ ոտքերնիտ տնեք մեջը որով մեկ հոգի կորչ չէ ասիգա։ Ինչապ գրնաս հիմակվնե այդ օրերուն ով առնել այդ օրերուն պատրաստվիս վերջին օրերուն մի ցկեր որչին վերջին օրերուն բոսդ քեզի պիտի չդա ով։ Հիմակվնե իրեն պիտի պատրաստես վիցես որ աս 3 օրերը ես ով պիտի առնեմ։ Սեր գամ սկիզբեն աշխատից որ այդ 3 օրերը բարապ մնան քեզի համար որ այդ 3 օրերը գարենաս փաննել։ Գամ եթե նույնիսկ 3 օրերը լման չի գրծար քոնե 1 օրը 2 օրը գիծար որ ինչապ ցերկը դերգարես ատկան մեզի օգուտ է ատկան բզիկներուն օգուտ է զարայության օգուտ է։ So հուլիս 13-ին 15 բզիկներու ջամբար հաջորդը նույն շաբաթնալ պիտի ունենանք համակումարը ուրբաթ եւ շաբաթ եւ գիրագի։ Հուլիսի 18-ին 19-ը այս դարվա թեման միդիելա օրնողներ թե շինարարներ եւ ադոր մասին պիտի խոսի բադվելին ես հետեւաբար նորեն Կրանցվելու համար օրագանը 5000 է, 2 օրը 10000 է, հիմա կվնե սկսեք հավաքել կումար, մեկ գոմ տնել, շատցնել, որբեսի սկիզբեն արձանակրվիք եւ արդյոք կարողանաք մաս կազմել։ Եթե դժվարություն ունենաք անպայման եկեք խոսեցեք, բայց 5000, 10000 չեմ կարծել, եթե հիմա կվնե քիչ-քիչ հավաքես դժվար պիտի լա, ադու համար աժան է եւ մեր դեղը պիտի ինենք կետա մեջ։ Երրորդ հայտարարություն կանանց ծառայությունն է, որ քարա ամիս պիտի ելա, 3 ով ուրախ էր, հոս ներկա էր։ Վաու էր երեք։ Չեմը, ես դուրսեն գլսեի։ Աբա։ So այս անգամ պիտի ելա կետա մեջ ծառայությունը։
նորեն առավոտ 11-ին, բայց հավանաբար ավելի գանուխ պիտի երթանք այնտեղ, տաքսիներով ոս եկեղեցին գահավաքվենք, ոստենք երթանք եւ գազեմ 10-ին բամը այդտեղ պետք է հոնել լանք պատրաստություններն ենք 11-ին բահն է անգետ կխորոված պիտի ուտենք ժամանակ պիտի անցնենք միասին խաղեր պիտի խաղանք okay so գանանց ավոր բահ պիտի ունենանք մայիսի 16 ցերկովը նշեցեք շաբաթ օրը հաջորդը ասի արդեն գիտեք բայց բազայս նորեն գսեմ աստվածաշնչի դբրոցի տասերն է որ մենք գարնենք ամեն գիրագի մեուգեսին այսօր արդեն մեուգեսին մեր այսօր երկրորդ բահը պիտի ինենք իդ 0-ին սկսանք So եթե կփապակիկ, ոչ է կփապակիկ, ես պիտի ուզեմ, ես ցերկեսը լա ցեզի բոլորդ կստիպեմ, ամբողջ չէ արած, կստիպեմ իրականության մեջ, որով մենք չենք գանչված աբաշխարողներ հավաքելու, մենք գանչված ենք աշակերտներ հանելու։ So բոլորս է պետք է առնենք ասիգա, ոչ է կփապակի, սա սխալ բառեր։ Պիտի ուզեմ որ բոլորը դառնեք ասի։ Եվ լեցվիկ վերջացնեք, հետո անցնիկ այզոմը վերջացնեք vision, որքան լեցվի Աստծո խոսքով Ալքան բդուղներ պիտի տեսնես կյանքիդ մեջ։ Եվ ասոնք քեզի կպատրաստեն, արագ պատրաստեն, որ ոտքի գնաս։ Հաջորդը, վերջինը, Bible study բահերն է, որ ամեն չորեքշաբթի ունենանք ժամը 8-ին, այս չորեքշաբթի պատվելին մեզ հետ պիտի լա։ So պատրաստ եղեք, գանչեցեք բոլորին, մի վախնակ եթե դունը բզդի գլա, կարևոր չէ, ընդհանրակը լեցուցեք, որ դերը մեզ ավելի մեծ դուն դա։ Ամեն։ So բոլորին գանչեցեք, ասեք բադվելին պիտի կա, բադվելին հատուկ նույն պիտի խոսի, so հրավիրեցեք ամեն, okay? Դեր օրհնեցես, բարի շաբաթ կտեսնվենք չորեքշաբթի։